Փարավոնի ժառանգությունը հասել է մի կետի, որտեղ ամեն շունչ կարող է դառնալ վերջինը։ 5 հոգի են մնացել, 5 տարբեր ճակատագիր։ Այսօր նրանցից երկուսը կմասնակցեն մի խաղի, որտեղ պատահականությունը երբեմն ավելի ճշգրիտ է, քան ճակատագիրը։ Բարի գալուստ մի տիրույթ, որտեղ կա 3 միլիոն դրամ մրցանակ գաղտնիքը պահելու համար։ Իսկ աշխարհահռչակ բրենդների պաստառների ժամանակակից ու տարբերվող տեսականին պահվում է նոր տանը։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Վերանորոգումը շահավետ է նոր տանը։ 3 միլիոնի հետ փարավոնի ժառանգը կստանա նաև նոր տուն խանութ սրահների 500,000 դրամի նվեր քարտը։ Սա պարզապես բոնուս չէ։ Սա է առաջին քայլը նրա նոր տան ուղղությամբ։ Բարի լույս, պապին։ Բարև։ Ինչպես ես։ Շատ լավ, դուք։ Շատ լավ։ Շատ լարված ես։ Բացարձակ։ Ադելը միշտ մեզ հետ է խոսել։ Թողնի սա իմ ինքնապաշտպանությունը։ Սկսում ենք ամենաբարդ շաբաթը։ Փարավոնը քեզ վստահում է իշխանություն, ընտրելու 3 մասնակցի։ Ովքեր կհանդիպեն մահվան խաղաքարտի ցեղանի շուրջ։ Նրանցից երկուսը կվերադառնան վրեժից առավն աչքերում, մեկն ընդհանրապես չի վերադառնա։ Դու ունես ժամանակ մինչև մայրամուտ որոշելու ովքեր են այդ մասնակիցները։ Այդ երեկոմ կարող ես լինել նույնիսկ դու։ Ու հիշիր, որ յուրաքանչյուր որոշում փոխում է հավերժությունը։ Այսինքն մենք եզրափակիչ գնալ ենք 3-ով։ Այո։ Օ։ Լավ մտածիր, երկար մտածիր ու գործիր, ես քեզ հաջողություն եմ մաղթում։ Քանի որ մինչև այս շաբաթ հասել եմ իմ ռիսկի շնորհիվ, ինձ թվում է ես ինձ թողել եմ դեպի եզրափակիչի ճանապարհին։ Իմ ամենասիրած տոներն են մոտենում։ Նոր տան։ Հիշում եմ, որ ես էլ փոքր էի, շատ ուրախանում էինք, մենք որսանց փոքր թղթի փաթեթների մեջ նվեր էինք կոնֆետների մեջ մանդարին մանդարինի Միշտ միասին ջարդած զմեր պատմում։ Չես են շոկոլադներ։ Ուրիշ հավոք չէր։ Ու միջև հիմա իմ մոտ մանդարինի հոտը ասոցացում է այդ իմ ժողովությունների հետ։ Բարի լույս Փարավոնյան ընտանիք։ Այսօր օրը լավ է սկսվել, բայց այն անսովոր է։ Այսօր ոչ ոք իմունիտետ չի ստանա։ Մենք մոտ ենք այս ճանապարհորդության ավարտին, բայց այսօր կա մեծ փորձություն, որտեղ մաքուրը կլինի բանալի բառ։ Մաքուր բառը կլինի բանալին։ Ով մաքուր մնաց ինքն է։ Ռանդոմ բան ենք որոշել արդեն։ Լավ եկեք գնանք սկսենք։ Մենք երևի գնանք կարող ավելի հաճախ։ Տրամադրվենք ինձ թվում է։ Մի բառով հաստատ չենք հասկանա, մի քանի բառ լսենք գոնե էլի։ Երբ արևը շողում է բյուրեղի միջով, նրա լույսը կոտրվում է 1000 ճառագայթով։ Այդպես են կոտրվում նաև ճակատագրերը, երբ Փարավոնի ժառանգը որոշում է, թե ով պիտի մնա լույսի տակ, իսկ ով պիտի իջնի ստվերի խորքը։ Ժամանակ։ Ոչ թե կանգ առնելու, այլ լսելու սեփական լռությունը։ Եվ երբ լռությունը վերջապես խոսում է, այն բերում է իր հետ խաղի հաջորդ օրը, նոր հուշումով, նոր զոհաբերությամբ։ Այսօր Փարավոնի ներկա ժառանգը դեռ գահին է, բայց այդ գահն ունի ևս 4 հավակնորդ։
Բայց մինչև գիշեր նախ կսպանվի նրանցից մեկը եւ դա ինքնասպանության նման կլինի։ Իսկ դատաստանի սեղանին սև փետուրը հնարավոր է խոցի հենց ժառանգին։ Նրանցից միայն 3-ը կտեսնեն լույսը։ Ձեր կարծիքով այսօր մեզ ինչ է սպասում, մենք իմունիտետ չենք ունենալու։ Իսկ այսօր խաղերը լինեն շատ բարդ, որովհետև ըստ մա չեմ կարծում, որ դեպի եզրափակիչ մուտք լինելու ասեն շատ թեթև խաղերով էլ, ինձ թվում շատ ծանր որ սպասում։ Իմ կարծիքով էլ այսօր մի քիչ Տարբերվելու է նախորդ օրերից։ Իսկ խաղերը կարող են մի քիչ շատ լինեն։ Իսկ մալիքը բանից որ մեզ դուր չի գալու։ ավելի մարտական եմ տրամադրված, եթե անցած շաբաթ ասում եմ ես կուզեի, որ իմ հետ ֆինալում լինեն այս, հիմա կարող է ոչ մեկ չլինել։ Շոս փոքրինս խաղալնի, խոսք որոշում ատուն այդ հալու։ Խաղի տարբերակով Podcast մեկ։ Ինչ, չհասկացա։ Ինչ դժվար կլինի։ Ինչը։ Սա պատկերացնում ես խաղի արդյունքում որոշվի ով ատում է դու։ Խաղի հետ կապած արդեն ոչ մեկի հանդեպ վստահություն չունի ու չի ուզում խոսալ ոչ մի բան, պրոստը sense մտերմիկ զրույց ենք տանում։ Ինձ երեք սեղանի շուրջ իրականում շատ դուր եկավ քո խոսքային մասին, որ հասկացար ինչ է կատարվում, այսինքն պարզ դարձավ, որ Շառանգը թաքնվում է այն ձայների հետևում, որը գնացել է Լիանայի դեմ։ Դե հայտի պորզը։ Հա։ Իրանցից մեկն է։ Խնդրում եմ այդ որ տենց մատով ասում ես մի քիչ էլ պատտի դեպի քեզ։ Հա, դե ես ինձ եմ բացառելով, մնացածին բնականաբար կասկածում։ Բայց ես քեզ չեմ բացառի։ Մյուսը քեզ չեմ։ Հա մի բացառ, իրոք մի բացառ։ Չէ, անուն արդարության էլի, որտեվ Այդ լրիվ ձեր իրավունքն է։ Լրիվ։ Խաղի մեջ բոլորը կասեք ես քանի զայն էի ստացել եք։ 2։ Բարձրացիան կարգով փաստի հասկանում եմ թե ով կարա լինի։ Չենք բացահայտում մեր քվեն, բայց երկու օքեանին դեմ խոսեց փաստացի։ Հստակ որ դեմ են խոսացել։ Առաջադրանք կատարողին նկատել է օրինակ իմ համար բարդ է բոլորիդ հետևել, որտեվ հստակ ոչ մեկից չեմ կասկածում ու հետևել թե ամեն մեկը ինչով է զբաղված, շատ դժվար է։ Իսկ այսօր հուշում կունենանք ձեր կարծիքով, թե չէ։ Իսկ ինչ է կարծում, եթե Ժառանգը հասնի եզրափակիչ, ինչ կտա այդ իրան։ Դե ինձ թվում է շատ մեծ առավելություն մնացած մրցակիցների հանդեպ արդեն ֆինալում։ Կարող է ինքը ես իհարկե չգիտեմ ֆինալում ինչ ֆորմատի խաղեր կլինեն, ինչ կլինի, բայց վստահ եմ, որ այն որ ինքը մի քանի շաբաթ եկել է հասել, ու մենք չենք բացահայտել, դա մեծ առավելություն կտա իրան։ Ինչ գիտես սա։ Դե ենթադրում եմ, որ ամեն դեպքում, եթե ֆինալ ինքը հասնում է, պետք է ունենա ինչ-որ առավելություն։ Կամ կարող է լրիվ հայերքը, կամ լրիվ հակառակը կարա լինի։ Կարա էլի նույնպես բոլորի պես հավասար։ Մեզ դրա մասին ոչ մի բան չեն ասել իրականում։ Հա, ոչ մի բան չի ասված, դրա համար sense բանամ, խառը վիճակam։ Իսկ ձեր կարծիքով օրինակ կարա այնպես լինի, որ 0-ից լինի խաղը։ Հա։ Չեք հասկացա որ այս խաղի մեջ ամեն ինչ անկանխատեսելի է, այսինքն ոնց որ ինչ որ բան հիմա նստել քննարկել եք կարծեմ անիմաստ։ Հատկապես մեր քննարկումները, չէ՞ որ։ Վերջացրել եք։ Okay, դե օրվա ընթացքում մի հատ կքննարկենք, որտեղ շատ լավ միտք տվեցիր, կհասկանանք, բայց հիմա մի հատ գնանք, տենանք ինչա, ինչն է։ Այսօր հնարավորինս ամեն ինչ պետք է ոնց որ համ ուշադիր լինենք, համ ամեն ինչից օգտվենք այսօր մեր։ Հա, վերջի, կարելի ասել նախավերջին։ Ինչև, այո, մեր եզրափակիչ մեր վերջին Հա, օրն է։ Այսօր մենք ունենք ձեզ համար հերթական խաղ, բայց այդ խաղը պիտի խաղաք 4-ով։ Քանի որ 5-ը չի բաժանվում 2-ի, պիտի հասկանանք, թե ձեզնից ով է դառնալու դիտորդ այս խաղում։ Դրա համար Քլեսիան ձեզ կմոտենա այս պարկով։ Մենք այստեղ ունենք 5 գունավոր քարեր եւ դրանցից միայն մեկն է տարբերվում իր գույնով։ Ում բաժին կհասնի տարբերվող քարը, նա էլ կդառնա դիտորդը։ Քլեսիա, please։ Առաջն եմ հանել էսա։ Կապույտ։ Կապույտը հանեցի, գիտե ես եմ, всё։ Ինձ վստահ էի։ Կանաչ։ Կանաչ։ Այն դեպքում կանաչին կհանել, ասում եմ սա կանաչի մի հատ կապույտ է։ Բայց չգիտես խի Իլոնը հանեց ոսկե գույնը։ Ոսկե գույն։ Այսպես լավ է թե վատ։ Վատ երևի։ Ես ֆրեզեի զարթին եմ։ այդ լավ է, Ինչն է լավ։ որովհետև Կապույտ։
Իրականում շատ ուրախ էի, որ ինձ բաժին հասավ ոսկեգույն քարը։ Իլոնային բաժին հասավ տարբերվող ոսկեգույն քարը, Իլոնա, արի այստեղ, դու այդտեղ անելիք չունես այլևս։ Մենք ունենք ձեզ համար հանձնարարություն, դուք արդեն ունեք երկուական տարբերվող գույների քարեր, կխնդրեմ կանգնել զույգերով։ Եվ այսպես Multi-Grand Hotel-ը իր հաճախորդների համար ստեղծում է այնպիսի պայմաններ, ինչպիսին փարավոնը կստեղծեր իր պալատը։ Այստեղ ամեն մի մանրուք շքեղության մասին է, ապակի, փայտ, բյուրեղ։ Հյուրանոցն ունի 9 հարկ 82 սենյակ։ Այստեղ կա մեծ կոնֆերանս դահլիճ, ռեստորանային համալիր, համերգային դահլիճ, կոլիզեյը, 6 վիլլա եւ ինչպես արդեն վստահաբար նկատել եք, մեծ տարածք այգիներ ու հրաշալի մարդիկ, ովքեր հիանալի կերպով կարողանում են կազմակերպել ու սպասարկել այս մեծ ու շքեղ պալատը։ Բայց այսօր դուք այստեղ հյուր չեք։ Այսօր դուք պիտի անցնեք փորձություն եւ մաքրության միջոցով պիտի գտնեք գաղտնիքի պատասխանը։ Իսկ հիմա խաղի պայմանների մասին։ Մեր գործընկեր Vega-ի տրամադրած Electronics անլար փոշեկուրների միջոցով դուք պետք է մաքրեք հյուրանոցի 8 հարկ։ Յուրաքանչյուր հարկում մենք ունենք առանձնացված հատված, անկյուն, գորգ կամ գուցե տեսանելի ու անտեսանելի վայր։ Մաքրության հետ մեկտեղ դուք փնտրում եք նամակ։ Գոյություն ունի երկու նամակ, բայց միայն մեկում կա իրական հուշումը։ Դուք իրավունք չունեք բացելու նամակը։ Նամակը կբացեմ ես, որպեսզի հասկանամ, թե որ զույգին է բաժին հասել իսկականը։ Եվ Իլոնան այս ռացիաների միջոցով ձեզ կտա հուշումներ, որոնք ես կփոխանցեմ Իլոնային, որպեսզի դուք թիմերով հասկանաք որտեղ փնտրեք ու գտնեք այդ նամակները։ Նախքան փնտրտուքը սկսելը, որպեսզի հասկանաք ինչքան հեշտացրել ենք ձեր գործը Electronics-ի շնորհիվ, կարող եք փորձել ինչպես են աշխատում այս փոշեկուրները, որպեսզի զգույշ լինեք ու նամակը եւս կուլ չտանք։ Պատրաստ եք։ Այո։ Մասնակիցներ ուշադիր, առաջին հարկ, միջանց։ Առաջին հարկում փնտրեք աղջիկների պետքարանուն։ Փնտրեք առաջին հարկ աթոռների տարածքում։ Բարձրացեք երրորդ հարկ, վերելակի դիմացի Սյունի մոտ։ Արագ։ Սոֆի մի նահանջի, Սոֆի։ Մի բան լարված ենք ես պապին իրականում, բայց ունենք տակտիկ էլի։ Դիքդա խանգարը, բայց խանգարում ենք էլի։ Գուրգեն փնտրի երկրորդ հարկի ռեստորանի ներքին աստիճանների մոտ։ Գուրգեն քանի երկրորդ հարկում է։ Իլոն ասա։ Երկրորդ հարկի։ Երրորդ հարկ, երկրորդ կորպուս միջանց։ Երրորդ հարկ, երկրորդ կորպուսի միջանց։ Արի։ Երրորդ հարկ, երկրորդ կորպուսի միջանց։ Ես էլ լավ չեմ։ Ասի ոնց աշոտ ինձ զզվելի ձևով բրդեցել։ Աշոտից գրաշ խնդիրան։ Եթե միջանցի շնորհություններ չկա, փնտրեք երկրորդ կորպուսի աստիճանների մոտ։ Շատ հաճելի էր հետևել, ոնց ենք մենք հանգիստ կանգնած, նրանք բոլորը վազվզում եւ տանջվում։ Երրորդ հարկի Ամենաբեր։ Ասիա մա։ Աստիճանների վրա են ասել։
Ինչ նորություն կա։ Չկա, մյուսը։ Բարձրացեք 6-րդ հարկ Միջանցքի աթոռի հետնամասում։ Վեցերորդ հարկ։ Սոֆի։ Իրար հավասար Վեցերորդ հարկում քննեք կլոր հատվածում եւ Միջանցքի աթոռի հետնամասում։ Ուշադրություն 4-րդ հարկ սեղանի տակ։ Պապինարի, պապի։ Պապի։ Ուր ես գնում առանց պիրասոսի կարամ իմանամ։ Ոնց էր անում։ Վեճ եղավ, սենց թմային դեմ դիմաց։ Ես միշտ ասել եմ, թե ինչքան է քո ընկերն է, թե դիմաց թմից են քո համար պրացիվնիկ է։ Դու միշտ տենց է իմ համար, կապ չունի էլի, որ քո ընկերն է, ու պրացիվնիկ է։ Կամ պետք է կրես, կամ դու յան կրվես։ Գնա Սոֆի վերցրա գնա։ Չի կարա մենակ։ գնա իմ հետի։ Ինչ է բրկում, պոպի ձևով։ Աշոտը հատկապես ագրեսիվ խաղաոճ ցուցաբերեց։ Մենք բախվել ենք վերելակի մոտ, շատ լուրջ բախում ա եղել, ինչ որտեղ նաև ագրեսիվ, ու ես դրանից շատ ջղայնացա։ Դիմերը աշե, ես բախը չեմ ներելու։ Չի։ Հարկ ասա։ Մարկայինը պահենք։ Որ հարկ ասա։ Որ հարկին է։ Խոսած։ Մեջտեղի ծախտաման։ Եվ փնտրեք 4-րդ հարկում առաջին կորպուս ներքին աստիճաններ։ Մեզ չտախան ոնա։ Առաջին կորպուսը էսա, մի րոպե։ Իսկ առաջին կորպուսն է, որտեղ ասեց։ Ուր է։ Չորս, մեզ տեղը ծաղկաման, ախպեր ասում է։ 4-րդ հարկ ծախտամանի մոտ։ Հուշումը գտանք, ես վերցրեցի նամակը։ Առաջին կորպուս ներքին աստիճաններ։ Առաջին կորպուս ներքին աստիճանները այն կողմն աշոտ, լսի, մենակ ինչ որ վազում ես անում աս։ Կտար։ Իլոն հուշում տու։ Չկա ոչ մի։ Առաջին կորպուս ներքին աստիճաններ, արի։ Ընդհանուր 7-րդ հարկի բարակույրների Հեսա։ կլոր Միջանցքի ընդհանուր։ Դատարկա։ Ես հուշումը ասա, դատարկա։ Չկա։ Դատարկ չի։ Լավ փնտրեք, բոլոր բարակույրների հետևում նայեք։ Վերցես են, աշոտ արի։ Տարածքը լիարժեք չգիտենք որտեղ է, տենց փորձում ենք գտնել, դժվար էր, բայց պապինը գտավ։ Դու ինձ լիֆտի մոտ անտանելի բրթեցիր են կողմ։ Հա, օքեյ։ Էսի բանի մեջ էր։ Ոնց որ հասկանում եմ, բայց ճիշտ ես ասում, կոպիտ պես չի, որտեղ բոլորս մի նպատակի մեջ ենք։ Գտել ենք մենք։ Իջեք ներքև։ Ամեն թիմ մեկական ծրար է գտել, թե նույն թիմը երկու ծրար է։ Մենք մեկ ծրար ենք գտել, չենք բացել։ Շնորհակալություն։ Ներու երեսը բացված է մի քիչ։ Շնորհակալություն Իլոնային ասենք, որ այսքան օգնեց ինձ եւ ձեզ։ Շնորհակալություն Քլեսիա, thank you Քլեսիա։ Այս պահին իմ ձեռքում երկու ծրարներ են, որոնք դուք գտել եք, փնտրտուքի արդյունքում աջ ձեռքումս Պապինի եւ Աշոտի ծրարն է, ձախում Սոֆիի եւ Հյուգոյի։ Բայց հիմա ես չեմ բացի ծրարները ձեզ համար, դուք շատ հոգնեցիք, կարծում եմ 8 հարկ վազվզելով, ունենք ձեզ համար հյուրասիրություն, վայելեք, հանգստացեք, շփվեք ու ես կրկին կհայտնվեմ։ Շնորհակալություն։ Աթենք ընկերության հագեցները հագեցնող եմ եւ հիմա հենց դրանք վայելելու պահ։ Հասցրել փոխեմ, սակջուեի։ Շավաշ չեմ փոխել, ընդհակառակն եմ վերքս եմ փոխել։ Չէ, էսի ամենայևի հոգնեցնող խաղերից էր։ Ճիշտ է, հարկերը վազեցինք։ Ասում եմ երդես բրանցից դուս եք։ Հələ փորձի է, աթենքի նագեցները։ Ոգևորում էին։ Մեծ հոգնեցինք։ Բավականին։ Շատ չէ։ Եթե ջի չխմեի կմեռնեի։ Փորձել ես։ Հա, Ասավ համովա։ շատ համով։ Արագ կերեք։ Բարեկալուս գախնեսենյակ, ինչ եք կարծում, ինչ է թաքնված այս նամակներից մեկում։ Հուշում։ Վաու։ Լավ անցավ պայքարը։ Պայքարը շատ թեժ էր, հատկապես իմ ու Աշոտի Որ հարկում է պայքարը, չորրորդ հարկում շատ թեժ պայքար ենք վերելակի մոտ ունեցել։ Վերելակի մոտ։ Այնտեղ եք գտել ծրարներից մեկը, թե ինչ։ Չէ, ուղղակի վերելակի համար պայքար էր գնում, թե ով Առաջն առաջն եմ է հասնի 7-րդ հարկ։ Շատ թեժ էր ինձ։ Վիրավորներ չունենք, բայց հուսա։
Ինձ թվում է օպերատորներն են ուժել ավելի շատ։ Հոգի Պայքարյացին։ Իլոնա, դու ո՞նց ես։ Կարծում եմ դու մի քիչ ինձ հասկացար այդ ընթացքում, երբ ինձ օգնում էր, թե ինչ է ինձ հետ կատարվում, երբ դուք տարբեր խաղեր եք խաղում ու պայքարում եք։ Շատ հարմար։ Ու մտածում եմ, բայց ինչ լավ է, որ ես չեմ խաղացել իրենց հետ, որովհետև Սոֆի ու Աշոտի հետ բախումը պատկերացնում եմ, որ ես լինեի։ 4 հարկից մեկս հաստատ վայրեր։ Մեկն ու մեկս տեսնես ով։ Աշոտը։ Ինչքան զարմանալու հարց։ Տեսնես ով։ Ես ասեմ ավելի Աշոտ ենք։ Լավ, ծափարենք իրեն ասենք շնորհակալություն։ Ստուր հրաշալի ուսումների համար։ Կխնդրեմ սպասես մեզ դրսում, Իլոնա։ Շատ վատ է ամեն ինչ։ Շնորհակալություն Իլոնա։ Համեցեք։ Հա, բայց Դա։ պարտվող թիմներա դուրս գալու է դեպքում։ Միանշանակ։ Պարտվող թիմ չունենք, այն թիմը, որի ծրարը կլինի դատարկ։ Եվ ես առաջինը կբացեմ Հյուգո, քո եւ Սոֆիի ծրարը։ Օ, այն դատարկ է։ Ինչ անհանգիստ եմ ձեզ համար։ Կխնդրեմ, լքեք գաղտնի սենյակը։ Ես կուղեկցեմ ձեզ։ Դու էլ արի մեր հետ։ Չէ, ինչ նավություն։ Քեզ կողեկցենք։ Չէ, մեծ էլ հանել։ Օ, ինչ հաճելի է, ես մենակ չեմ։ Եվ այսպես անցնենք ձեր ծրարին։ Ուշադիր լսեք։ Վերջին հուշումը այս խաղի եւ վերջին հնարավորությունն այս գիշեր բացահայտելու Փարավոնի ժառանգին։ Փարավոնի ժառանգը ձեր մեջ է եւ նա իր դերը խաղում է Հանթերի։ Զգուշացեք, մինչ դատաստանի սեղանը նա կվերացնի եւս մեկի։ Ինչեւ դատաստանը։ Այսինքն Շնորհակալություն տղաներ։ էլի չենք կարող լսել։ Կարող եք։ Ես մակես ֆլեքսիբլ։ Մենք գնանք։ Գնանք։ Շնորհակալություն։ Պետք է նորից չասեք։ Իսկ չեք կարող ոչ մի բառ քննարկեք մեր հետ։ Դուրս եկան Աշոտը եւ Պապինը։ Հետևաբար ոչինչ։ Աշոտից երբեք մենք ոչինչ չենք կարող հասկանալ։ Պապինն էլ դե ինչ։ Մինչև սեղանի ժամանակ գալը ինչ-որ մեկ մարդ տխուր լինի։ Ասվում էր, որ մինչև քվեարկությունը մեկը տխրելու է։ Ես եմ այդ մեկը։ Մտխուր է։ Նույն մասը։ Հասկացա, ես հասկացա։ Ինձ թվում է ժառանգը միջև քվեարկությանը մասնակցել է, ինչ որ մեկին արդեն որոշել է խաղից հանի, հետո մնացած մարդկանցով էլ կքվեարկեն ու եզրափակիչ կգնա 3 հոգի ինձ թվում է։ Ես վստահ եմ, որ շատերը գիտեն, որ ես եմ։ Ես կասկածում եմ մարդկանց, որտեղ մարդկանց խաղը փոխվել է, բայց ես հասկանում եմ, որ ենք շահում, փորձում են շահել ինձ, ոչ թե մատնել ասենց ասած։ Ինձ թվում է ուղղակի գուցե մենք էլի ինչ որ մի բան ունենք անելու, գուցե կարող է խաղ ունենք խաղալու, որի ժամանակ ով օրինակ պարտվեց, ինքը ունենում է նվազագույն շանսեր։ Կամ ինձ թվում է պարտուլեկում խաղը լքելու է։ Միանգամից նախագիծը լքի։ Ժառանգը, որ մեկին կարա հեռացնի, իսկ մենք այն ժառանգին հեռացնենք խաղից։ Այդ չեմ ճոպում ոնց անելու։ Որովհետև ամեն մեկը ասենց իր աչքը քաշել է ու ոնց որ ինքնապաշտպանական ռեակցիայով շարունակում է խաղը, մենակ թե ինքը չլքի, ասենց այս պրինցիպն է։ Այստեղ բոլորս բան ինքնապաշտպանական առանձին մտածում ենք ով կհաղթի։ Լավ էլ գիտակցում ենք կոնկրետ հիմա մնացել ենք 5 հոգի ու ամենավտանգավոր գոտում գտնվում եմ ես, որովհետև ես եմ միական կախը ձեզնից։ Բոլորը մեծ սիրով կարաք քվեարկեք իրար հետ համաձայնեցնելով։ Ես քո դեմ չեմ քվեարկել։ Բայց այդ Որտեվ ես հավատում եմ, որ դու չես։ Ես չեմ հավատում, որ դուք մեկը մյուսի դեմ քվեարկեք։ Դեռ խաղում կան կոալիցիաներ, չի քանդվել, ես հենց մնացել եմ մի խմբի հետ, իրենք հաշվարկել են, թե ովքերով են ուզում լինել ֆինալում ու արդեն կապ չունի կշահեն, թե չեն շահի, հասնեն ֆինալ եւ ովքերով։ Իրար մեջ եկել են պայմանավորվածության, անգամ բոլորը ունեն կասկածներ, թե ժառանգը ով կարող է լինել, բայց իրենք այդպես էլ չեն խաղում։ Հետևաբար մի քիչ այստեղ անարդարություն է, անարդարություն էլ չի։ Դե հիմա մարդիկ տենց են խաղում։ Ես կփորձեմ ամեն դեպքում պայքարեմ, որ այնպես ինչպես իրենք են կարծում, այդպես չլինի։ Մեծ։ Եկեք լռենք։ Եկեք նագեցներ ուտենք։
Ես եմ ուզում եմ երգեմ օրինակ, դուք լռեք։ Հապես մենք ուզում ենք դու լռես։ Քո ուզելը շատ քիչ է։ Լավ, իլանա, Կարևորն է թե ես ինչ եմ ուզում։ Երկի դե։ Ես օրինակ բերեցի, ես չեմ ուզում երգեմ։ Ձենը կտրել լավագույն միջոցը։ Կերեսուս։ Այս գիշեր 3 մասնակից հրավիրված են խաղի, որտեղ սեղանի շուրջ նրանցից մեկը կհեռանա։ Ում կհասնի մահվան խաղակարտը ցույց կտա խաղը։ Փարավոնի ժառանգը ընտրեց 3-ին, թե ինչու, գիտի միայն նա։ Ես ուղարկում եմ կռունկին առաջին հրավերը։ Այս շաբաթների ամբողջ ընթացքում ինքը եղել այն մարդը, ով ուզել է առաջին անզատվի ինձնից։ Ես նաև ուղարկում եմ բույն, այլ տարբերակ չունենալով։ Մյուս տոտեմը նապաստակն է նույնպես, նույն տրամաբանությամբ։ Թե նապաստակը և թե բուն այս խաղի մեջ շատ են ինձ օգնել, որպեսզի ես հասնեմ այս իրավիճակին, բայց պահը եկել է, որ ես ձեզ դնում եմ շատ վատ իրավիճակի մեջ։ Խնդրում եմ եղեք ներողամիտ։ Դա դու փստես դրած սեղանին, ասենց ասում եմ Աստված էս ժառանգա փոխվել, որտեղ կմեռնեի, եթե ժառանգը փոխվեր, ու հանկարծ ես լինեի ինչ որ չէի դիմանա դրան։ Երևի թե լավ նշան է, որ իմ դուփս տեղա իմ սենյակում իմ մոտ ապահով ու դատարկ։ Ես իմ հետ այսօր ընտրել եմ Հյուգոին։ Ինչ? Այս գիշեր դու հրավիրված ես խաղի, մահվան խաղակարտը քեզ է սպասում։ Մաղթում եմ խաղի հաջող ընթացք և թող քո ձեռքում հայտնվի կյանքի խաղակարտը։ Ինչ մահվան խաղակարտ։ Առաջին հայացքից ընդհանրապես լավ տողեր չեն, որովհետև շարունակվում է։ Մաղթում ենք խաղի հաջող ընթացք և թող քո ձեռքում հայտնվի կյանքի խաղակարտը։ Այսինքն եթե մահվան խաղակարտը վատել է, ես հնարավորություն ունեմ այն փոխելու կյանքի խաղակարտին, կամ էլ սպանելու ես խաղակարտով, կամ էլ արդեն ինձ սպանել եք։ Չգիտեմ։ Ես անհամբեր սպասում երբ ենք սկսելու։ Չոր նամակա։ Այս գիշեր կդառնաս սեփական դահիճդ, խաղի սեղանը կսպասի քեզ, բայց քո սառնասրտությունը կարող է փրկել քեզ։ Գտիր կյանքի խաղակարտը։ Շատ ցավում եմ, որ Սոֆին մյուս երեքի մեջ է։ Լուրը բացեցի արդեն։ Միջև տուփ տնալը հանգիստ էի։ Հենց պատեսա, հենց ներսից մեկը մարեց մի անգամից։ Այնպես ինչ թխյա տուփը դրած, ինչ ա մեջը, ինչ կարա լինի, ինչ կարա չլինի։ Ու առաջի միտք եկավ այն, որ դու ես գնում արդեն պատրաստվի, չգիտես, վախս դա մեջ, այսպես ձեռս դողում էր իրականում։ Իմ կյանքի եւ երկրորդ մանտրաշն է այս, հենց ստանում եմ։ Եմ տուփի մոտ կացնեմ, չգիտեմ ինչ ամ, բացեմ, թե չբացեմ։ Ինքը չգիտես վերջը պայծ դրի ձեռնես, այսպես էլի բացեցի, մեջ դարձա թուղթ։ Ես արդեն վստահ եմ, всё, ես տուն եմ եթում։ Այս գիշեր սեղանը կսպասի քեզ, միայն քո սառնասրտությունը կարող է փրկել քեզ կրակի միջից։ Ասում ես ժողում ես, մարդկա չի բացել տուփը, կամ կարող բացում չի բան չլինի։ Իա ռեակցիան ինչ կլինի քո կարծիքով։ Ու մտածում եմ, ես այդ նույն մարդը լինի, ինչ կանեի։ Առաջի բանը գիտեմ, կարող է եւ լացեի, որ հիմա դժվար է լացել իրականում, ես քարից եմ, հիմա մա բարդ բան է այս կյանքի լացելը։ Ես գիտեմ, որ մարդ չի լացում, դիան վնասում է ներսը։ Դենց եմ մտածում։ Փարավոնի ժառանգը մեծ խաղ է, իր ճշմարտություններով, հանելուկներով եւ իհարկե իր կայուն գործընկերներով։ Նախագծի գործընկերն է նոր տուն խանութ սրահների խոշորագույն ցանցը, ավելի քան 20 մասնաճյուղերով ամբողջ Հայաստանում։ Վերանորոգումը շահավետ է նոր տանը։
Մենք գիտենք, թե ովքեր են հանդիպելու մահվան խաղաքարտերի շուրջ, բայց մինչ այդ պետք է պատրաստվելու մասնակիցները արդեն նկղոտ սալոնում են։ Նրանց էլեգանտ տեսքը այս գիշեր կարող է վահան դառնալ մահվան խաղաքարտի դեմ։ Գիտեմ, որ բոլորը արկղ տեսել են, Գուրգենին հարցրեց, ասեց արկղ կար սենյակում, դատարկ էր, ու ճիշտ ասած էլ չշարունակեցի, ասեցի հա, դե ասեցի բոլորիս մոտ էլ տենց է երևի, ուղղակի մտածեցի գուցե ես ունեմ ինքը չունի, բայց դա ոչինչ չի նշանակում դեռ, չուզեցի իրան տեղում ինչ-որ մի ձև իմ ենթադրություններով կոտրեմ։ Ես հիմա ավելի շատ սպասում եմ այն խաղին, որը լինելու է, քան սեղանին, որովհետև դրանից կախված է թե ես ինչ կանեմ սեղանին, որովհետև կարող եմ մի քիչ հիմա շատ եմ անկեղծանում, բայց իմ պլանը սա է։ Եթե դուրս գա խաղի միջոցով Իլոնան, ես Աշոտին քվեարկությամբ կհանեմ։ Եթե դուրս գա Աշոտը, ես կհանեմ Իլոնային։ Այսօր սա մտածում էի, ճոգում ես, կանք ես ասում, չես խաղալու ֆինալ օրինակ հիմար, չես հասնելու ֆինալ, ինչ կլնես դու։ Մտածում եմ տարբերակները, թե ոնց կտամ ռեակցիա, կներվեմ, կլացեմ, չգիտեմ ինչ կլնեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սոֆի։ Ինչ խորհրդավոր է ամեն ինչ։ Զգացեք միջավայրը։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Տեսնես ինչի ենք մենք ստեղ ու երրորդը ով է լինելու։ Ամեն դեպքում իրավիճակը լարված է։ Բարև ձեզ։ Բարի երեկո, Աշոտ։ Ենթադրում եմ մենք նամակներ ենք ստացել, դրա համար ենք մենք հիմա այստեղ։ Ու եթե երեկաթոռը ենթադրում եմ, որ Գուգոն ու Պապինը նամակ չեն ունեցել։ Ուզեմ, որ այդ թուղթը քաշի Իլոնան։ Կարող է ես հիմա մի քիչ ռիսկով արտահայտություն եմ անում, բայց ես կուզեմ այդպես լինի, որովհետև ես շատ կուզեմ, որ Աշոտը եւ Սոֆին միանան ինձ, որովհետև մենք այստեղ հասել ենք իրար օգնելով։ Հնարավոր է, որ հին Եգիպտոսում աստվածները ձանձրույթից օրինել են մի խաղ, որտեղ պատահականությունն ինքն է օրենքը։ Հնարավոր է, որ նրանք ստեղծել են մի խաղ, որտեղ նույնիսկ ճակատագիրը ստիպված կլինի նետել իր խաղաքարտը սեղանին։ Փարավոնը կսիրեր այս խաղը։ Երևի կասեր, թող ձեռքը շարժվի, բայց սիրտը քար մնա։ Թող հաղթի նա, ով չի վախենում կորցնելուց։ Այսօր դուք մի սեղանի շուրջ եք, որտեղ նույնիսկ մեկ հայացքը կարող է կյանք արժանալ։ Հիմա իմ օգնականը ձեզ կբաժանի 6 խաղաքարտեր, որոնցից 5-ը Անոբիսն է, 1-ը կյանքը, Հորուսի աչքը։ Դուք կունենաք երկուական խաղաքարտեր։ Ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա իր ուզած խաղաքարտը փոխարինել մյուս մասնակցի իր ուզած քարտով, ասելով աչ կամ ձախ։ Այն մասնակիցը, ում ձեռքում կհայտնվի կյանքի քարտը, նա հանգիստ կհեռանա այս սեղանից, պատրաստվելու մեր հաջորդ ու վերջին դատաստանի հանդիպմանը։ Իսկ հետո, կասեմ հետո։ Բայց նախքան խաղաքարտերը բաժանելը, ես կփակեմ ձեր աչքերը։ Հետաքրքիր է։ Իլոնա։ Սոֆի։ Վերցրեք խաղաքարտերը, անմիջապես ձեր դիմացնեմ։ Համարձակը կարող է սկսել առաջինը։ Այնուհետև ժամացույցի ուղղությամբ կշարունակենք։ Ես կարամ սկսեմ։ Համեցեք։ Սոֆի քո ձեր աչ սերքի աչը։ Աչ ձեռքի աչը։ Ձախ ձեռքի ձախը։
Շատ լավ։ Իլոնա։ Քո դերքի աչը։ Ում։ Աշոտ։ Բացեք խաղակարտերը։ Իլոնա, շնորհավորում եմ ձեզ։ Միացեք ձեր ընկերներին։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Քեզ էլ։ Շատ լավ։ Հիմա շարունակում ենք մի փոքր այլ կերպ։ Իմ օգնականը կբաժանի խաղակարտերը, կդասավորի սեղանին եւ դուք հերթով կբացեք խաղակարտը։ Նա ով կբացի հորուսի աչքը, կշարունակի պայքարը գանձերի համար։ Սկսեցինք։ Սոպաս առաջնը բացը զիջում եմ։ Մերսի Աշոտ ջան։ Սկսենք։ Համեցեք։ Աշոտ։ Սոֆի։ Աշոտ։ Սոֆի։ Բացեք աչքերը։ Սկրվեսի։ Այդպես մենք գրքի։ Սոֆի, շնորհավորում եմ ձեզ։ Կարող եք միանալ ձեր խաղընկերներին։ Ցավում եմ, Աշոտ։ Խաղ։ Իրականում դու հրաշալի ճանապարհ ես անցել այստեղ։ Յոթ շաբաթ եղել ես պայքարում, միշտ քննարկումների կիզակետում, բայց ասել ես կիսաեզրափակիչ։ Կիսվիր հույզերովդ։ Ես ինձ թվում է ես չեմ մտել ճանապարհը ֆինալի, այ բախտը տվեց ուրիշին։ Քան Ցավում եմ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիր այս 7 շաբաթների ընթացքում։ Մենք դեռ կզրուցենք այսօր։ Ոնց կարա համ խաղից հետո մասնակից դուրս գա, համ դատաստանից, որովհետև մենք երբեք տեն չենք խաղացել, մենք երկու մասնակից մի օրում չենք կորցրել, ու ես 4 հոգով եմ պատկերացնում եզրափակիչը։ Դրա համար սենց իմ մոտ խառը վիճակ է։ խնդրում եմ մարշը մոտիկանալ ախպերական այս բային։ Ուրախ կողոպորեր ես խաղը, էսի երևի ամենադաժան խաղն էր այսքան իմ խաղացածների մեջ։ Ուզում եմ մենակ մնամ։ Ես չգիտեմ ճիշտ է այնտեղ գնալ թե չէ, ուզում եմ մենակ մնամ։ Դե ինչ, մենք ունենք 4 հավակնորդ ու 4 միմյանց կասկածող մարդիկ, ովքեր ուզում են հասնել 3 միլիոն դրամին։ Այս գիշերը խորհրդանշական է ու խորհրդավոր։ Վերջին դատաստանն ու քվեարկությունը։ Ասում են, երբ փարավոնի սրտում սկսվում էր մրիկը, նա պատրաստվում էր ոչ թե կռվին, այլ հանդիսավոր զոհաբերության։ Այս գիշերն այդպիսինն է։ Նրանք պատրաստվում են։ Չգիտեն միայն ում հերթն է լինելու այս գիշեր։ Ինձ թվում է կյանքում բարդ չլինի, հեշտ չի լինի։ Բարդությունը սմալ նորից սկիզբ է իմ համար։ Կուզեի իմանալ դեռ նստած լինեի, ռանդոմկար ինքը բացի ես այդ ֆինալը։ Ես չեմ որոշում իմ առաջ գնալը այս բային։ Տխուր եմ, ունեշի ուրախ եմ, բայց իմ համար խաղ չէ, էսի կյանքի փորձություններ էր։ Ճիշտ վերաբերվում մարդկանց հետ ու քիչ սուտ խոսալ ինձ թվում է։ Սովորեցի։ Քանի որ խաղի մեջ սուտը շատ է, ես փորձում եմ քիչ սուտ խոսալ ու ստացվում էր։ Դեկան ես որ տուփը բացեցի, վախով էի բացում։
Ինձ մեծ վախն է, որ ես չեմ ասի ֆինալ։ Վախում եմ կարդացը, վախում եմ բացը։ Ինձ մեծ վախերն է, որ չի ասրե ֆինալ։ Բայց թող հաղթի ուժեղագույնն է։ Ես միայն ուրախ կլինեմ, որ դրա կարգը շատ ունի, թող հաղթի։ Չորս շաբաթը իմ համար մտքերս լիքը տեղ փոխել է, էլի, ճիշտ առումով։ Ամեն օր ինքս մոտ պայքարում էի։ Ես իմ պայքարն այն մեջ է, որ ճիշտ օրը սկսես, ճիշտ ավարտես։ Ինձ որ ասին գումարն է հաղթանակը ֆինալի, ես ունեի դրա կարիք իրականում, որտեղ այդ իմ բուժումների փողը կարա լիներ։ Հիմա դեպք դժվար է մարդը այդ շփվել է օտար մարդկանց հետ էլ իրականում, բայց վերջին 4 շաբաթը ստացվում էր ճիշտ կառուցել ամեն ինչ։ Լիք մարդ կերազեր գլեմ ստեղ, ես հայտնվել եմ, ուրախ եմ դրանով։ Գիտեմ կրվել եմ, լավ չի էդի, դուր չի գալ իրականում, բայց փորձում եմ մաքսիմալ այն խաղաղությունը պահեմ։ Ես եմ կարող արժեք խաղաղությունը, դեռ կապ չունի գումարի հետ ընդհանրապես։ Դատաստանի պահը մոտենում է։ Սեղանը հավաքված է, Աթենքի Prime Set-ի ընտրված համադրությունը պատրաստ է։ Ինչ կլինի հիմա, երբ արդեն մեկ զոհ կա։ Այսօր առավոտ ես խնդրեցի փարավոնի ժառանգին, որ նա ինձ տա 3 անուն, ովքեր կհայտնվեն Մահվան խաղակարգի սեղանին։ Եվ դրա արդյունքում հիմա դուք 4-ով եք այստեղ նստել։ Շնորհավորում եմ ձեզ։ Դուք լավագույն քարյակում եք։ Ով է սկսում։ Ես ասել եմ, որ ես այս թիմով եմ պատկերացրել եզրափակիչը մեր, բայց ես չեմ իմացել, որ մենք 3 հոգի պետք է լինենք։ Ու հիմա կատաստրոֆիկ բարդ է ընտրություն կատարելը։ Բայց այդպես անհետաքրքիր կլիներ, որ ամեն ինչ լիներ այնպես ինչպես դուք։ Այս խաղի մեջ Լեյքի սկզբանը։ Երևի թե չկարողանում միջև վերջ խոսամ, որտեվ շատ ծանրավիճակս խոսացեք միջև։ Այսօր ալբոմները ամենը ուրիշն էին, իրոք շատ ուրիշ էր, շատ ուրիշ էր։ Համեստություն չեմ անի եւ կասեմ, որ ուրախ եմ, որ ես չեմ եղել այդ սենյակում։ Ես մոտ նույնիսկ եթե ներսում լինեինք այդքան դժվար չլինի, ինչքան դրսում, երբ որ դու չգիտես թե ինչ է կատարվում ներսում։ Յուրաքանչյուրից առաջ մեղավոր եմ զգում, բայց նաեւ հասկանում, թե օրինակ ամենակս ինչի համար ենք ստեղ։ Ուր ենք գնում։ Չգիտեմ, քվեարկության արդյունքները ոնց կլինի։ Չունեմ, ասելիք չունեմ, կներեք։ Ես չեմ կարողանում փնտրել, որովհետև ում ես կասկածում եմ, այս պետությամբ նրանք չեն։ Ու ես չեմ հասկանում հիմա ինչ է կատարվում սեղանում։ Մենք էլի անակնկալների սպասենք հիմա։ Ես այսօր մեկ բան եմ խնդրել ժառանգից, որ ինձ ասի 3 անուն, ովքեր կհայտնվեն գաղտնի սենյակում։ Այնտեղից բարձ դառնում է, որ մենք 3-ս չենք։ Ուղղակի ամեն ինչ փոխվում է այն դեպքում, երբ արդյոք իմ խաղընկերները պատրաստ են իրականում խաղալ ժառանգի դեմ, թե ոչ։ Ու ամեն ինչ դրանից է կախված։ Իսկ հնարավոր չէ, որ ժառանգը նույնպես իրեն դներ այդ իրավիճակում։ Ես ինքս իմ անունից խոսեմ, որ ես եթե լինեի ժառանգի դերում, հաստատ ինձ նման ռիսկի տակ չէի դնի։ Դա շատ բարձ է։ Ես էլ, անկեղծ ես էլ, որովհետև ավելի լավ բացահայտ ասեի, որ ես եմ, քան այդ ապրումները ունենայի այդ մի քանի րոպեվա ընթացքում։ Իսկ Աշոտի պահով չեմ կարծում, որ ինքն էր թե անկեղծ։ Նախորդ շաբաթ ասել եմ, թե ով է ժառանգը, պապինն է։ Ախ, դու խիա կամաց խոսում ես։ Պապինն է ժառանգը, բայց ես խաղում եմ իր հետ, որտեվ ժառանգը պետք է գնա միջև ֆինալ։ Այսօր եւս մեկը կլքի մեզ եւ
Պայքարում կմնան միայն 3-ը։ Բարձրացրեք փետուրները։ Սկսենք քվեարկությունը։ Շնորհակալություն։ Ես գնում եմ ձայները հաշվելու։ Եկեք խմենք։ Իմ սիրելի պահն է, որ միշտ թեթևանում են, ինչքանով էր որ դու հիմա հուզված ես կուկ։ Եվ այսպես, ես ունեմ 2 անուն։ Իլոնա և Սոֆի։ Չեմ ուզում ձեզ շատ տանջել։ Դուք ունեք 2-ական ձայն, և դա նշանակում է, որ մենք շարունակում ենք լսել ձեզ։ Եվս 5 րոպե քննարկման ժամանակ ունեք, բայց հիմա ես պահանջում եմ արդեն, որ դուք խոսեք, որպեսզի մենք անցնենք քվեարկության։ Ես եմ քվեարկել քո դեմ, Սոֆի, հստակ գիտակցելով, որ դու երբ որ անգամ նշեցիր անցած շաբաթ խաղում ես իմ հետ, քաջ գիտակցելով, որ ես ժառանգը չեմ, քվեարկում ես իմ դեմ։ Այդքանը։ Նույն դրամաբանության մեջ կարամ ես ասեմ, որ դու շաբաթներ շարունակ ու ես գիտեմ հիմա էլ կասկածում ես Պապինին, բայց քվեարկել ես իմ դեմ, իմանալով, որ Գուգոն չի քվեարկելու Պապինի դեմ։ Այն դրամաբանության մեջ մտածելով, որ գուցե ես ձայնս տամ Գուգոյին ու ես մնամ դուրս։ Ես վերջին պահին հասկացա, որ տենց է լինելու, դրա համար քվեարկեցի քո դեմ։ Անկեղծ լինեմ։ Ես քվեարկել եմ քո դեմ, որովհետև ես հասկանում ինչ է կատարվում։ Ես էլ։ Բայց նաև հասկանում, որ սենց չի կարող մնալ։ Լսում եմ ձեզ։ Ես ոչինչ չունեմ ասել։ Եթե չունեք կոնկրետ ասելիք, ես բաժանեմ քվեաթերթիկները։ Ես կրկին ունեմ 2 մասնակցի անուն, բայց այս անգամ այլ պատկեր։ Իլոնա, դու լքում ես մեզ։ Եվ նախքան լսել է Իլոնայի վերջին խոսքը և բացել է նրա տուփը, այս պահին ես պիտի բացեմ ձեզ համար Աշոտի տուփը։ Ուրեմն, ես հիմա հաստատ չեմ հուզվի, քանի որ ինձ համար ամեն ինչ պարզ էր, հեռուստադիտողի համար նույնպես, ու մինչ արկղս բացելը հարկ եմ համարում նշել, որպես վերջին խոսք, եթե ես լինեի փարավոնի ժառանգը և տիրապետ էի գանձերին, ես որոշել էի իմ ժառանգության մի մասը տալ Աշոտին, որպեսզի ինքը լուծի իր առողջական խնդիրները, իսկ ձեզ
իսրտ է, ցանկանում եմ խաղում հաջողություն, քանի որ դուք ասաք եզրափակիչ փուլ, անկեղծ ապրեք, ու ինձ համար իրականում մեկա որ մեկը կհաղթի, քանի որ այն ես չեմ։ Սիրո խոստովանություն կար Իլոնայի անվան կողքը, ենթադրում եմ, որ դա դու էիր, Հյուգո։ Ոչ, Պապին։ սիրո խոստովանություն չէր, ուղղակի ես այդտեղ գրել էի, որ ես իրեն շատ եմ սիրել։ Ես Ինձ թվում է պարզ է ինչի սիրո խոստովանություն չէր։ Շնորհակալ եմ շատ, ապրեք, ձեզ հաջողություն։ մենք ոչ մի շաբաթ փետրուներով չենք սենց ճանապարհել։ Մի հոգու ենք սենց ճանապարհել։ Բայ, դե գնացեք ու մտածեք։ Երևի թե միակ բանը, որ կասեմ, դա շնորհակալությունն է։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մասնակիցներին, նկարահանող անձնակազմին, բոլորին, ղեկավարներին, հովանավորներին, ամեն ինչին, որ այս նախագիծը կյանքի է շնորհվել, որովհետև այս 7 շաբաթների ընթացքում ես իսկապես ապրել եմ շատ հետաքրքիր ու անմոռանալի պահեր։ Իհարկե եկել էի հաղթանակի հետևից, բայց ոչինչ։ Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորին։ Ինձ համար ես բացահայտում չէի, ուղղակի ավելի վառ գույներով միգուցե դրսևորվել եմ։ Այդպես հաճելի էր թե ինքս ինձ, թե առհասարակ ամեն ինչ, ու հուսով եմ նաև հեռուստադիտողին։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Դուք լավագույն եռյակն եք եւ դուք Փարավոնի ժառանգի գլխավոր հավակնորդներն եք։ Շնորհավորում եմ ձեզ։ Դուք Փարավոնի ժառանգը նախագծի եզրափակիչ փուլում եք։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Աստված ջան, մի հիվանդություն չբռնեմ։ Ինձ թվում է ես բռնել եմ։ Ես խաղից հետո գնալու եմ մի հատ ընդհանուր ստուգման, տեսնեմ ինչ Դեմ դիագնոզ կուլ ունեմ։ տալու, որ հասկանամ Մենք լավ բանի համար ենք շարունակում։ ուսան գրիմը փակում է կարմիր թշերես։ Մոտեցանք եզրագծին։ Սա թեժ ու լարված պայքարի եռման կետն է։ Վերջին լարումը, որը կարող է դառնալ որոշիչ ու մոտեցնել հաղթանակին։ Իսկ կշեռքի նժարին է ոչ միայն մեր գլխավոր մրցանակը 3 միլիոնը, այլև մեր գործընկերոջ հատուկ նվերը։ Վեգա խանութսրանների ցանցը Փարավոնի ժառանգին կհանձնի 500,000 դրամի նվերքարտ։ Վեգա կահույքի եւ էլեկտրոտեխնիկայի ամենամեծ ցանցը Հայաստանում։ Բարի գիշեր։